Շրխկ, գնացինք առաջ։ Եկավ արաբական համերը։ Ինձ եք ասում խոզ, շատ լուրջ ընդունեցի այդ խոզի բաղը։ Մայոնեզս քիմքի տախապում։ Վայ մամա ջան, ես այն մնացած բուրգերներն եմ բացում, ու եթե նույն բաղադրիչները եղավ, այդ ինչ ամունք է։ Տավարիմուսով սենդվիչ, շաուրմյու, այս ինչ վատ վարունգ էր։ Չեք կարող հասկանալ, ես եմ այս ամեն ինչը ուտում։ Կոնյունկտիվիոն։ Գուշակիր եւ համտեսի։ Այլ նովոստի չկա այստեղ։ Նորություններ գոյություն չունի։ 1 2 3 4 5 6 7 8 9 10։ Ողջույն։ Եթերում նորից ու նորից թեստի հաղորդումն է եւ նորից ու նորից ձեզ հետ ես եմ։ Լևոնը ու նորից հիշեցնեմ, որ մասնագիտությամբ խոհարար։ Այսօր տրամադրությունս կրկին շատ բարձր է, շատ քաղցած եմ եւ մինչեւ կասեմ թե ով է այսօրվա մեր սննդի կետը կամ որտեղ է մեր սննդի կետը կամ որտեղից է պատվիրել մեր սնունդը։ Մեր գեղեցիկ եւ համով հաղորդման հովանավորն է ոնց որ միշտ Fnet Telecom-ը։ Fnet Telecom-ը կրկին ու կրկին հիշեցնեմ ձեզ ինչ է ներկայացնում։ Անխափան ինտերնետ, խելացի եւ անվտանգ դոմոֆոնային համակարգ, տեսախցիկների cloud-ային սերվերներ, առաջարկում է F-Time հավելվածը նաեւ։ F-Time-ով կարող եք դիտել ձեր պատկերացրած ցանկացած հետաքրքրություններով ֆիլմեր, մուլտֆիլմեր, երեխաների համար նույնպես հետաքրքիր հաղորդումներ։ Եվ ինչ է պետք անել այդ ամենին միանալու համար։ Ընդհանրապես զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ուղղակի մուտք գործել fnet.am կայք։ Դե ինչ, քանի որ ես ներկայացեցի այսօրվա մեր հովանավորին, իսկ ինձ արդեն իմ գոլեգան տեղյակ է պահում, որ իմ պատվերը հասնում է, մեզ մաղթենք բարի հաղորդում, համեղ, անխափան, ինչպես մեր հովանավորի ինտերնետն է։ Եվ անցնենք առաջ։ Let's go։ Մենյու բան է սա։ Ասել ես ինչ կա բերեք։ Շո, հուսամ։ Ամեն ինչը մի հոգի պետք է։ Ահա իմ պատվերները, պատկերացնում եք, չէ՞, որ ինչքան քաղցած եմ։ Բայց չգիտես խի այսօրվա իմ սննդի կետը որոշել է, որ այս ամենը կամ պետք է ես մենակ ուտեմ, կամ էլ ընդհանրապես այդտեղ մի ուտեսնա, որի համար պետք է տանեք պատարակախ։ Աբու Հակոբ, ոնց որ միշտ ավանդույթները չխախտենք, այս պատվերի համար ես վճարել եմ 16813 դրամ։ Շրխկ, բուֆալո կծու հավի բուրգեր, արաբական խոզի շաուրմա, ղավուրմա, կլաբ սենդվիչ մեծ, ֆրանկֆուրտեր, չգիտեմ ինչա։ Դուրս եկել է տեսքը։ Մոցարելայի ձողիկներ 3 հատ։ Ամերիկյան բուրգեր։ Իմիջիալոց ամերիկյան բուրգեր ուզել եմ բոլոր էքստրաներով։ Boneless հավի սենդվիչ, սուջուխ պանրով 1350 դրամ։ Տավարի շաուրմա։ Դե ինչ, մեծ բարեախորժակ, գնացինք առաջ։ Իմ սիրելի ստեպլերները։ Այո, ես պատրաստվում եմ գրողին։ Հոպ, վնասված ֆրի։ Ես կարծում եմ Փորքը դա խոզի չգիտեմ ինչն է։ Բարամ կշռեմ ծանր է էլի տարան։ 554 գրամ։ Աստվածին։ Եկավ արաբական համերը։ Լավն է։ Իրոք հապուկ է։ Այստեղ սուրպրիզներ կա։ Լոլիկ Այս ինչ վատ վարունգ էր։ Այդտեղ կա լոլիկ, վատ վարունգ, հետաքրքիր համով ռոլեր։ Հիմա լոգիկան եմ ուզում հասկանամ։ Ռոլը շատ լավն է, ֆրին ոնց որ միշտ սառն է, շատ ձետ կա, վատայեփած։ Գնահատենք 10-ից 7։ Ես միշտ ասում եմ, չէ՞ ինչի համար բալերը դուրս գալիս։ Ֆրին լավը չի, վարունգը կատաստրոֆիկ վատն է, ամանը դուրս չեկավ։ Ուրեն գրած է ընդհանրապես փորկ։ Վրազեիք, հա։ Օրինակ, հա։ Օրինակ կարող գրասներ Arabic pork shawarma կամ իմ սիրելի ստիկերները լիներ խփած կամ լավ այս մարկերով pork ու всё pork ինչ խոզ ինձ եք ասում խոզ հաջորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 իմ սիրած ձևերով special burger այո հատուկ բուրգեր վճարել եմ 1800 դրամ տեսեք այստեղ նշած է նայեք այնտեղ էլի ստիկերը չկա գրած է pork խոզ շատ լուրջ ընդունեցի այդ խոզի բաղը իսկ այստեղ գրած է
407 գրամ։ Ես կարծես մի բան եմ ուզում հասկանամ։ Վաու։ Ինչա։ Անրիկեսը մեջից դուրս է եկել։ Փաթեթավորումը թիթեղի պահա դուրս եկավ, մաքսիմալ փորձել են տաք պահել։ Բայց չորես տարաները ինձ ծանոթ է։ Վայ մամա ջան, ներբերշիկ, ֆրի, կոտլետ ու կաղամբով սալատ։ Հատուկ բուրգեր է։ Հենց այն մնացած բուրգերներն եմ բասում, ու եթե նույն բաղադրիչները եղավ, անկեղծ ահավոր ձևի կհիասթափվում։ Ես էլի են էժանագին գինը չշեշտեմ, էլի ֆիրման էլ հետ է։ Ես անվճար գովաս չեմ ուզում էլի դառնամ, կամ вообще գովաս չեմ ուզում դառնամ։ Էլի այդ ներբերշիկներից է։ Ոչ մի հատուկ բան չկա։ Կոտլետը 4, 10-ից 3։ Անցնենք այս թեթևին։ Ես կարծում եմ եւ վստահ եմ, որ մոցարելայի ձողիկներն է։ Պոկվել է երևի միամիտ ընկել է մեջ։ Ոչ մի վաու համ, հասարակ մոցարելայի ձողիկներ, որոնք կարծում եմ առաքման ենթակա ուտեստ չեն։ Հասարակ չզարմացնող համ։ Էս ինչ է։ Club sandwich։ Ինչ է մեջը երշիկ, բեկոն։ Club sandwich մեջը հավի միս չպետք է լիներ, թե տարբեր է լինում։ Աղա այս մի կեսի մեջ է։ Բեկոն էլ չի։ Խոզապուխտ։ Ես հասկանում եմ, որ նայեք, ինքն էլ տալիս է, որ ստեղծվել է 1957 թվականին։ Ու սենց ոչ մի ֆիշկվի բան չկա, հա, որ իր ֆիշկանա։ Երեք չգնահատեմ էլ իրան։ Ուտում ինչ-որ ոչ մի սենց արտասովոր բան չկար։ Վերջում ընդհանուր գնահատականին մի բան կկցենք։ Ես կարծես թե մոտավոր մի բան եմ ուզում հասկանամ։ Շուտ ծանոթ բաղադրիչներ են այս ամեն ինչ ինձ։ Դրամատությունս են գնում ատուք իրեք չեն նկատում։ Ամերիկյան բուրգեր չիզ, վաու, էքստրաներով 1400 դրամ։ Եթե սրա մեջ ներբերշիկ ա եղե, անկեղծ չեմ հիշում բաղադրությունը։ 411 գրամ։ Ոտ ինչ լավն է։ Էքստրա միս, այսքան double միս, ոնց հասկացա։ Էքստրա սոխ, էքստրա կծու պղպեղ, խալապենյո։ Միսը չոր, բայց համերը տարբեր։ Միսը շատ չոր է։ Օրինակ տեսեք են արաբական շաուրման հյութեղ էր շատ։ Շատ չոր է միսը։ Մոտ մի 2500-2300 դրամի կարգ են վճարել։ Չոր միսը շատ համերը կոտրում է ինչ-որ։ Իրանք իրարից տարբերվում են մի բանով, ընդեղ կա ներբերշիկ, ոստեղ ինչ-որ էքստրա կծու, հալապենյո բիբար, որը զուտ ավելացրել է կծվություն և կոտրել է ու ջարդել է բոլոր այլ համերը։ Այսինքն ես ստեղ այլ համ չեմ զգում։ Իրան գնահատում ենք անկեղծ 10-ից 7։ Եկեք բուրգերներին թողենք մի քիչ, մեկը սառել է։ Ու գուշակենք էս ինչա։ Վեճ, գիտեմ ինչ։ Գուշակեցինք։ Բիֆ։ Տավարի շաուրման է։ Տավարի։ Շտակ եղա հնչում, չէ՞ բր։ Տավար։ Կարա լիներ հորթի փափկամսով շաուրմա։ Այս միգուցե կամ իրանց համունքից է, կամ չգիտեմ շատ դառը համ եկավ։ Հուսամ ես մի կտորն էր միսը, որ ասես ցիկ մեջը ճիլեր։ Այդ ինչ համունք է։ Չէ դուք հասկանում եք իրականում չեք կարող հասկանալ ես եմ այս ամեն ինչը ուտում։ Դառը ինչ որ համ է գալի։ Խաուրմա, գուշակեցինք, խաուրմա արտ։ Խաուրմա և մայոնեզ։ Խաուրմայի ֆացությունը
վերջն է։ Համը կոնկրետ ղարմայի լավն է։ Բայց այս սոուսները ջարդել են ամեն ինչ։ Չկա ոչ մի հետարքիր համ։ Այք ինչ լավ է եպած։ Ես ամբողջ ես համը պատկերացնում եմ, որ սենց համով ղարման կզգամ ինչ-որ մարինացված սոխ, սենց չգիտեմ, կանաչիներ լիքը համով, բայց ինչ եմ ուտում, լավ համով խաշած միս, շատ համով։ Եվ ինչ-որ խառը սոուսներ, որոնք կորցրել են ամբողջ մսի ու մնացած բաների համլոհոտը։ Դե ինչ, ես առաջարկում եմ փորձենք, չգիտեմ, տրամադրությունս ընկնում է, ախր ես սենց չեմ տրամադրված։ Փոնյուկ ինչի ունյա։ Ես ինչա գրած։ Տեսեք, ես ստեղ բողոքվեր ու գրածա փորկ, ստել գրածա չգիտեմ ինչա գրած։ Սուջուխ։ Սուջուխ։ Գուշակիր եւ համտեսիչ։ Օրինակ իմ մոտ հիմա կարծրատիպ է ստեղծում, որ ինքը լավն է շատ համվա, որ ես նույն բուրգերի ֆարշն է, ուղղակի մեջը համունքներ է լցրած, ու շատ հյութեղ է։ 10-ից 9, բայց փոփոխման կարիք ունի կարծում եմ։ Կարելի է վրան աշխատել։ Ես խմեմ իմ միկում ջուրը եւ անցնենք 3 հաջորդ ուտեստների։ Ֆրանկֆուրտեր 800 դրամ։ Այն որ ասում 800-ի մեջ էսա, հիմա։ Իհարկե չի կարելի դից արտահայտվել, բայց ես ինչ հաց է։ Լավ, ասենք, եթե 800 դրամ է, սենց բան պետք է տակ, 1005 տվեք, նորմալ բան տվեք։ Ես ինչ է։ Չեմ ուզում փորձեմ, լուրջ չեմ ուզում։ Բոլն ես, կարծում եմ էսա։ Հավի լեզոնապատ միս, մարինացված եգիպտացորեն, ապշի կապ չունեն իրար։ Հասկանանք թե հաղորդումից հետո ուր ենք գնում, նորմալ հաց ուտենք, ես ինձ թվում էր այսօր կկշտանամ մի քիչ։ Վայ, ինչի, ես ինչ եք ու ասենք սարքում, լուրջ, ամեն ինչ սենց վատնա դուրս գալի, բայց այդ անգախ իմ կամքից է էլի, չգիտեմ ինչ էր սրա մեջ։ 10-ից 5 բուրգեր։ Մենք հեսա մի քանի րոպե մի քանի բան ենք զրուցելու։ Buffalo chicken burger 323 գրամ։ Ինչ որ սուր հոտ է հետարքիր, բայց սա համից հետո կերևա։ Ես ինչ կծու է, ծխեցված բարբեկյուի համ եմ առնում, մամնա շատ հետարքիր համ ունի, բայց շատ կծու է, կծվիս իր արես փորձի անպայման։ Եթե հացը ուրիշ լիներ կասեի 10-ից 9, բայց քանի որ հացն էլ դուրս չի գալի, ասում եմ 10-ից 8։ Նայեք, իրականում ինչն է այսօր ինձ այստեղից այսքանից մեջից ամենաշատը անհանգստացրել, որ սա խամերը միանման, հա, որի մեջ կա հետարքիր բաղադրիչ, ինչ որ մի հատ ես ինչ այլ բանով ջարդացա դրա համը։ Հենց մեկը խելահեղ ղաուրմայի միսը, եթե դա ղաուրմայի կոչում։ Սենց ուտում ես, զգում ես մսի համը, մի կետ մայոնեզը սենց քիմքի տա խփում։ Չկան ինչ որ վաու բան, միակ բանը որ այ որ ասում եմ վերջում եմ ուզում գնահատեմ, ասում եք չէ։ Սա այսօր վերջում եմ գնահատելու։ Ես սկզբից իրան գնահատեցի ցածր, բայց այսքանը փորձելուց հետո իմ համար ուղղակի ես արաբական շաուրման կդառնա, հավատացեք, մենակ շաուրման էլի առանց այդ ֆրի բանի, մենակ շաուրման կդառնա 10-ից 10, իսկ ընդհանուր ուտեստը 10-ից 8։ Դե ինչ, ես առաջարկում եմ կարգի բերենք իմ այս շատ ուտեստներով լի սեղանը եւ անցնենք այսօրվա մեր սիրելի Աբու Հակոբի ուտեստների գնահատականին որակին։
Դե ինչ, իմ սեղանը մաքսիմալ փորձեցինք հավաքել եւ կարգի բերել։ Եկեք վերջինից սկսեմ։ Չէ, խառը կասեմ, որտեղ չեմ կարող հիշեմ արդեն որն է որից հետո փորձել, բայց եկեք այսօրվա հաղորդումը հետաքրքրացնենք։ Ես չեմ ուզում առանձին գնահատականներ տանք ոնց որ մեր մյուս հաղորդումների ժամանակ։ Ես առաջարկում եմ, որ այսօրվա ուտեստների վերջնական գնահատականը ես կտամ Աբու Հակոբին, իսկ դուք ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում ինքներդ փորձելուց հետո։ Կծու հավի բուրգեր, բուֆալո chicken burger, միգուցե տենց է կոչվում։ Եթե հացը փոխվեր, հետարքիր համեր կունենար, հետարքիր որակ կունենար, որակի մասին ենք, հա, առաջինը խոսում, համերից։ Համերը շատ հետարքիր էին, կծուն կար, եթե կծվի սիրահարս չես փոշմանի։ Ուղղակի ես ես լեզոնապատես հավինես մաքսիմալ ցեթ հոտ վիճակին ես մի քիչ դեմ եմ միշտ լինում, բայց դե։ Սուջուխ Համով էր սուջուխը։ Ինչ խոսք համով էր։ Պարություններ, որ այդ նույն բուրգերը միսնա, ուղղակի համոքները ավելացրած։ Ես հետո եմ հասկացել, ինչ հաց էր։ Բերեք միանգամից անդրադառնամ։ Իմ պատկերացումով, էս նույն հացն է։ Պրոստը էս տոստ են արել, համով է հետարքիրա թվում։ Իսկ էս հացը կլպվում է, կեղևազրկվում է ուղղակի։ Հոտն էլ լավը չի, իրան չեմ ուզում ընդհանրապես այս ուտեստի մասին խոսեմ, որտեվ հասկացանք 800 դրամ, մեզ ոչ sense բան էլի։ Ավելի լավ է տվեք թանկը, բայց տվեք որակով։ Ոչ թե անուն հանենք էժանա, ուտանք sense բան։ Կավարիմուսով սենդվիչ։ Շաուրմա, շաուրմյու, դառը, ջլոտ մի սանդիպեց մեջը։ Օրինակ ստեղ ավելի շատ կսազեր այս խաուրմա ասվածի միսը։ Մեր հաղորդումներից մեկի ժամանակ ես վերջերս ինձ ուղարկել էին, չէ՞։ Ես առաքում էի արել, չոր ծխեցված միսեր, շատ հետարքիր տեքստուրով ու շատ համով։ Զգացվում էր հերթով բոլոր համերը։ Իսկ այդտեղ ոչ մի բան, դառը, անհարմար, խաշած մարոլի պես մի բան, չեմ պատվիրի երկրորդ անգամ։ American burger cheese։ Բուրգերը էլի իմ համար էս դառավ։ Այլ նովոստի չկար այստեղ։ Նորություններ գոյություն չունի։ Հացն էլ փափկում արդեն։ Կպատվիրեմ, բայց տեղում իրանց մոտ։ Այս մեր հիասքանչ խավուրմայի մասին էլ եմ ուզում խոսենք։ Նայեք հացը լավն է, միսը լավն է, այդ սոուսները սաղ ջարդել է, համերը, չբալանսավորված է, բալանսը ճիշտ չի բռնած իր մեջ։ Հետարքիր միսը էփված ձև է, հետարքիր այդ ոնց որ հասկանում եմ կարեքի համը քիչ զգացի, եթե ճիշտ եմ զգում։ Բայց այդ սոուսները, այդ տոպը սաղ ջարդե գցելամիկում, որ սոուսը նոր, հիշեցի որ չեմ փորձել։ Ափսոս էր խավուրման։ Սրա մասին եւս չեմ ուզում խոսենք, թե ուզում եք խոսենք։ Անհետարքիր, անսիմպաթիա, անհամ, չեմ պատվիրի երկրորդ անգամ։ Ես այսօր ասել եմ հասցի արդեն մի հատ եմ հիշեցնում մեր հաղորդման ֆորմատներին համապատասխանող ձևով։ Ես տալու եմ իմ գնահատականը, բայց այսօրվա հաղորդումը ես ցանկացա ավարտին հասցնենք հենց սենց։ Երկրորդ անգամ չեմ պատվիրի։ Տարօրինակ club sandwich։ Ես չգիտեմ, ինչքան ժամանակ հա փորձել էի, ես սենց club sandwich չէի տեսել, չէի պատկերացրել։ Միգուցե հեղինակայինն է։ Չեմ հասկանում մեջը պեպերոնի երշիկա սալյամի է թե ինչա։ Ինքը տենց քլաբ չի իմ համար։ Չէ, քլաբ է։ Ինքը տենց սովորական իմ համար սենդվիչ էր։ Ինչ որ առավել ման չկար, մեջտեղը փափկած կողքերը։ Չոր սովորական համի սենդվիչ։ Տենց որ շատ սոված լինեմ ասել ունեմ իրանց մոտով կհիշեմ իրա մասին։ Եվ մոցարելայի ձողիկներ։ Աբու Հակոբ ջան։ Իմ խորհուրդը ձեզ, եթե իհարկե կընդունեք, կարծիքը լավ, ես խորհուրդ չտամ։ Մի առաքեք սենց բան, ինք կարող է տեղում գանք ուտենք շատ ինչ-որ լավ լինի, բայց մի առաքեք սենց բան, ոնց որ կիլոյով մոցարելա պանիր ինձ ուղարկած լինեն։ Ուտես զգվի սենց պանիրը։ Չէ, էլի էս ինչա։ Էս ինչն էր։ Այս հատուկ բուրգերն է։ Հատուկ ներպերշիկով բուրգերն է։ Օրինակ ինչ կլիներ, որ այ լավ հիշեցի։ Այս ներպերշիկը գոնե ելներ մեջը։ Գոնե էս։ Շատ ափսոս որ չեմ կարող համեմատեմ ինչ-որ մի բանի հետ, շատ։ Ոչ մի արտասովոր բան։ Լիքը մայոնեզ, լոլիկ, պանիր, չեմ պատվիրի։ Ու լավ կանեմ որ չեմ պատվիրի։ Բայց դու կարող եք պատվիրել եւ փորձել։ Այդ իմ կարծիքն է։ Ինձ շատ դուր եկած արաբական շաուրմայի մասին խոսեմ մի քանի բառով ավել։ Մենակ եմ որ ստեղ գրած էր յուրեն խոզ, որից ես ինձ շատ կոմպլեքսավորված զգացի։ Բայց դե մենակ շաուրման այսքանից հետո գնահատում եմ 10-ից 10։ Տեսեք այսքան ժամանակ հաղորդումից անցել է, բայց հələ ինքը տենց համով է։ Վարունգը չգիտեմ, ես երևի տանական թթու դրած վարունգ է, բայց ես գիտեք որ վարունգներից է, այն որ թթուն պատրաստալու են պապիներից։ Օրինակ իմ պապին տենց
անում էր։ Թթվի բոշկի մոտ որ մի հատ բեր մի հատ այն վարունգ հետ մի բաժակ խմեմ, որ յան մեկ այդ ինչ վարունգ է։ Այնքան որ մի հատ sense խմելուց մի կտոր ուտի հետը։ Այս այդ վարունգներ են։ Թթվի բոշկի ավելորդ վարունգն է։ Հոտը պրոստես չեմ կարա sense տեսախցիկից դեպի ձեզ փոխանցեմ։ Մաքսիմալ էմոցիաները փոխանցում եմ ինչա, բայց ահա որ էր ուղղակի։ Ահա որա։ Շարման 10-ից 10 ֆրիի մասին չեմ խոսում, փաթը դավորում եմ միջին, ամանը որակը նորմալ կպատվիրեմ երկրորդ անգամ տեղում դե ստեպլերները ինձնից անպակաս են իմ սիրելի ստեպլերները ինձնից անպակաս միշտ բոլոր իմ առաքման տարաների վրա ընդհանուր Աբու Հակոբին ուզում եմ գնահատեմ 10-ից 7 որովհետև ուտեստների մի մասը իրարը բոլորը նման են sense համեր բան աշխատելու շատ տեղ ունի ես հասկանում եմ որ ինքը կարա համարվի արդեն կայացած բիզնես փաթեթավորման վրայի գրածից ստեղծվել էր երբ 1957 թվականին ես կարծում եմ ինքը ինչ որ Սիրիայի կողմ sense ստանող բան այդպես տեղում ինչ որ ստեղծվել հետո ինքը բան ա եղել հա ֆրանչիզա ա եղել Հայաստան ես տենց եմ կարծում մի քանի անգամ լսեք իմ բառերը ուշադիր հացի որակը փոխեք սոուսները բալանսավորեք որոշեք ուտեստներ որոնք ենթակային առաքման սխտորը մի քիչ քչացրեք հասկացանք որ այդ արաբական համերի մեջ սխտոր ինչքան ես չեմ կարծում որ արաբները արաբ խոհարարները այնքան քիչ գիտելիքով են եղել որ չեն կարացել ստեղծել այդ ամեն ինչ որ տարօրինակ տարբեր համեր լինի եւ ամենակարևորը կամ նագլեկա խփեք կպչուն ոնց է այդ կոչվում ինքնակպչուն անվանումներ կամ այս ռազդաչա անողին ով որ դնում ա որ տանի նորմալ ձեռագրով գրել տա միջավ կարդում հասկանում ես ինչա սարում ա բայց այս խոզի մոմենտը չեմ մոռանալու համացունս այդքանը չընկավ քիչ թե շատ մի բան ընդունեց իմ օրգանիզմը շնորհակալություն Աբու Հակոբին մաղթում եմ մեծ բարգավաճումներ հետարքիր նոր համեր նորություններ որ ինձ ֆրանչիզան գնա ֆրանչիզա ես վստահ եմ որ ինձ ֆրանչիզան գնա հասնի այլ երկրներ ու ես էլ եմ ասում ես մեր հաղորդման ընթացքում գտնվելու եմ մաքսիմալ անկեղծ իսկ ես ուզում եմ որ մաքսիմալ անկեղծ հիշեցնեմ նաև մեր հովանավորի մասին Fnet Telecom-ի Fnet Telecom-ը չմոռանանք որ առաջարկում է անխափան ինտերնետ, խելացի դոմոֆոնային համակարգ, տեսախցիկներ cloud-ային սերվերներով, F-Time հավելվածը, որտեղ դուք կարող եք դիտել նաև թեստի հաղորդումը եւ իհարկե Fnet Telecom-ը տրամադրում է վստահություն։ Իսկ Fnet-ին միանալու համար մեծ գործողություններ հարկավոր չեն։ Պարզապես զանգահարեք նշված հեռախոսահամարով կամ մուտք գործեք fnet.am կայք։ Ձեզ հետ ես էի Լևոնը, մասնագիտությամբ խոհարար։